ուրեմն այդ ժայռի վրա այս քարի արդեն գոյությունը իմ ուշադրությունը հրավիրեց, որովհետև չպիտի տեխնիկապես 2-3 հազար տարվա արդեն ընթացքում մարդիկ բոլոր այլ բնակավայրերում տեսել են, որ միշտ ողորկերում, մաքրազերում, բայց տեսան, որ այս քարը մնացել է, բնական է ամիջապես իմ ուշադրությունը ուրեմն հրավիրեց քարի վրայի մի հատ մեծ հանրահանցք ծակ կար։ Դե հայրս վերջին ժամանակներս քարերի վրա ինչքան որ ծակ են տեսնում, ամիջապես մտածում են, որ քարը աստղադիտական հերատիտակի, այսպես ասած, ֆունկցիա իրենից ունի, ինչպես քարավունի։ Ուրիշ բան է կար, ասենք Չանգյալը գծել քաշել են էլի յանի այդ ծագից, պես վերսիա եկա կամ թել են մտցել։ Հնարավոր է, բայց ամիջապես երբ աչքի տեսողականությամբ ես մոտեցա քարի այս անցքին, որի միջալոց այս կողմից ծակված այն կողմից դուրս է գացել։ Մեկ կողմից նեղ է, մեկ կողմից լեն է, չէ՞ ինքը։ Հա, ամբողջ քարը ծակ է, հենց մեծ այդ քարը 1 մետր լայնությամբ ու բարձրությամբ, բնական ինձ հետաքրքրեց, որ առաջի դիտողական տեսակետից ասի նայեմ, կարող է ես եմ մտածեցի, որ աստղեր տեսնեմ երկինք, բայց ինքը հորիզոնական էր։ Եվ ամիջապես հասկացա, որ սա հերատիտակ, աստղադիտակ չի կարող լինել։ Եկա ուրեմն համարյա ձորի հետ այն մյուս արդեն հատվածին, ասի ականջով լսեմ տեսնեմ ինչ կարող է լինել, տեսա այդտեղ մի փոքր այսպես ասած քամու խշշոց կար։ Զգացի որ իրավ թունցան այդտեղի չէ, բայց երբ հենց վերադարձա ձորի բերանին, մի պահ կարող եմ ցույց տալ հետո դու մեծացնես, այսպես արդեն անցքը ուսանագարով մեծացրած էր, պատկերացրեք այն հագագազային չէ, այսպես ասած կահավորանքի ժամանակ որ հապնում ես, այսպես ասած իրար շուրտերի քթի փակեց։ Եվ այդ պահին երբ որ ես բերանը ստերեց այդ քարի այդպես որ փակվեց, բնական է մենակ ինչ դանեի սարի ծորի մեջ, մեծ ձայն հանեցի, ասի հեյ, պատկերացրեք, այդ քարից իմ ձենը ես լսեցի հետո արձագանքով գնաց երևի մի 3-4 կիլոմետր այդ ամբողջ վերև Ամասիայի ծորի քարայրներով եւ այդ իր արձագանքով հետ եկավ։ Ես հասկացա, որ սա մի հadouk քար է, որը իրենից ուրեմն տեխնիկապես 2-3 հազար տարի առաջ մեր նախնիները մտածել են իրար հետ հաղորդակցության միջոց։